Ամեն մարդ էլ երբևէ բախվել է այն պահին, երբ սովորական ինքնավստահությունը փշրվում է։ Մենք ինքներս մեզ տեսնում ենք ուժեղ, բանական, հավաք։ Բայց բավական է պատահի ինչ-որ անսպասելի բան և հանկարծ մենք կորցնում ենք վերահսկողությունը։ Ինչու է դա տեղի ունենում։ Կարլ Գուստավ Յունգը ասում էր, որ մեր ներսում ապրում են անձի բազմաթիվ կողմեր, և ամեն մեկը ցանկանում է լսված լինել։ Նա դա կոչում էր ներքին բազմություն։ Գիտակցություն, ստվեր, անիմա, ինքնություն։ Բայց մարդկանց մեծ մասը տեսնում է միայն մակերեսը։ Նրանք կարծում են, թե ուժը նշանակում է թուլությունները ճնշելու ունակություն։ Իրականում ուժը ծնվում է այն ժամանակ, երբ մենք դադարում ենք մերժել այն, ինչ կա մեր մեջ։ Յունգը գրում էր, որ գիտակցությունը փոքրիկ կղզի է անգիտակցականի օվկիանոսում։ Պատկերացրու, թե որքան մեծ է այդ օվկիանոսը։ Մենք գիտենք մեզնից միայն փոքր մասը, իսկ մնացած ամեն ինչ ապրում է ստվերում։ Մեր վախերը, ցանկությունները, տրավմաները, դուրս մղված էմոցիաները չեն անհետանում։ Դրանք պարզապես սպասում են, որպեսզի մի օր հայտնվեն։ Դու նկատել ես, թե ինչպես երբեմն հանկարծ զգում ես զայրույթ առանց ակնհայտ պատճառի կամ նախանձ այն մարդու հանդեպ, ում նույնիսկ չես ճանաչում։ Դա անգիտակցականի ազդանշանն է։ Այն թակում է դուռը։ Իսկ եթե չես բացում, այն կոտրում է փականը։ Յունգն ասում էր պարզ. այն, ինչ մենք չենք գիտակցում, կառավարում է մեզ։ Երբ մարդը վախենում է իր ագրեսիայից, այն դուրս է գալիս ամենաանհարմար պահին։ Երբ նա ամաչում է իր թուլությունից, այն վերածվում է ուրիշների կարծիքից կախվածության և այդ պահին մարդը կորցնում է իր ազատությունը։ Մենք հաճախ կարծում ենք, թե մեզ վերահսկում են հանգամանքները, բայց իրականում մեզ կառավարում է այն, ինչ մենք չենք ուզում ընդունել։ Ցանկանում ես օրինակ։ Պատկերացրու մարդու, որը միշտ փորձում է լավը լինել։ Նա խուսափում է հակասություններից, ժպտում է, զիջում։ Ներսոն, however, կրում է կուտակված զայրույթ, բայց թույլ չի տալիս իրեն այն արտահայտել։ Վաղ թե ուշ այդ զայրույթը պայթում է, երբեմն հիվանդության ծով, երբեմն պայթյունի։ Յունգը դա կկոչեր դուրս մղվածի վերադարձ։ Մենք չենք կարող ոչնչացնել մեր մի մասը։ Մենք կարող ենք միայն գիտակցել և ընդունել այն։ Ինչպես անել դա։ Սկսիր դիտարկումից։ Ինչն է քեզ ուրիշների մեջ նյարդայնացնում։ Ինչն է առաջացնում ուժեղ հուզական ռեակցիա։ Դա նրանց մասին չէ, դա քո մասին է։ Յունգը խորհուրդ էր տալիս ուսումնասիրել սեփական ռեակցիաները, որովհետև հենց դրանց մեջ է թաքնված անգիտակցականի քարտեզը։ Նա գրում էր. Նա, ով դուրս է նայում, քնած է։ Նա, ով ներս է նայում, արթնանում է։ Գիտակցել մեղքին աշխարհը նշանակում է արթնանալ։ Գիտակցությունը ինքն իրեն չի հայտնվում։ Դա պահանջում է ջանք։ Դա մեկ անգամյա գործընթաց չէ։ Դա անընդհատ աշխատանք է։ Նկատի առ այն, ինչ զգում ես։ Մի փորձիր անմիջապես ուղղել։ Պարզապես դիտիր։ Ներքին ազնվությունը ամբողջականության առաջին քայլն է։ Յունգը մարդուն տեսնում էր որպես հակադիր ուժերի համակարգ, բայց նա չէր կոչում պայքարել դրանց դեմ։ Նա առաջարկում էր հասկանալ, որ յուրաքանչյուր մասը իր իմաստն ունի։ Վախը պաշտպանում է, զայրույթը ցույց է տալիս սահմանները, նախանձը բացահայտում է իրական ցանկությունները։ Երբ մենք դադարում ենք դատապարտել մեր զգացմունքները, դրանք դադարում են մեզ ոչնչացնել։ Ինչու է դա կարևոր։ Որովհետև միայն ինքնագիտակցման միջոցով է մարդը դառնում ազատ։ Առանց դրա մեր ամբողջ կյանքը վերածվում է դիմակների խաղի։ Մենք փորձում ենք լինել այն, ինչից մեզ սպասում են։ Մենք հարմարվում ենք սպասումներին։ Մենք կորցնում ենք կապը մեր ներքին եսի հետ։ Եվ հետո զարմանում ենք, թե ինչու ենք զգում դատարկություն։ Յունգը հավատում էր, որ մարդը ծնվել է ոչ թե ենթարկվելու, այլ ինքն իրեն ճանաչելու համար։ Եվ այդ ճանապարհը սկսվում է պարզ քայլից, ընդունել, որ դու ամբողջությամբ չես ճանաչում քեզ։ Այդ պահից սկսվում է իրական ուժը, որովհետև անհնար է կառավարել այն, ինչ չես գիտակցել։ Հարցրու քեզ. Ինչ եմ ես չցանկանում տեսնել իմ մեջ։ Ինչից եմ խուսափում զգալ։ Այդ հարցերի պատասխանը քո ամբողջականության բանալին է։ Յունգը այս գործընթացը կոչում էր անհատականացում։ Սա տեսություն չէ։ Սա ամբողջ կյանքի գործնական ուղի է։ Որքան մարդը խորանում է իր ներսը, այնքան վախը քիչ իշխանություն ունի նրա վրա։ Եվ երբ մի օր հայելու մեջ տեսնես ոչ միայն դեմքդ, այլ նա այն ամենն, ինչ կանգնած է դրա հետում, դու կզգաս տարօրինակ հանգստություն։ Սա իրական ուժի սկիզբն է։ Ոչ ցուցադրական, ոչ արտաքին, այլ ներքին։ Յունգը գրում էր. Մարդը լուսավորված չի դառնում պարզապես լույսը պատկերացնելով, այլ իր մեջ եղած խավարը գիտակցելով։ Ահա այստեղ է սկսվում ճանապարհը։
Ամեն ինչ, ինչ մարդը մերժում է իր մեջ, չի անհետանում։ Այն գնում է ստվեր։ Հենց այնտեղ խորքում ծնվում է այն, ինչը կառավարում է մեզ ներսից։ Յունգը ստվեր էր անվանում այն բոլոր դուրս մղված հատկությունների գումարը, որոնք մենք համարում ենք անարժան, վտանգավոր կամ պարզապես անհարմար։ Բայց իրականում ստվերը թշնամի չէ։ Դա մեր մի մասն է։ Եվ քանի դեռ մենք այն չենք գիտակցում, այն շարունակելու է ղեկավարել մեր կյանքը։ Դու նկատել ես, թե ինչպես երբեմն ուրիշ մարդկանց մեջ քեզ նյարդայնացնում է այն, ինչ չես ուզում ճանաչել քո մեջ։ Մեկը քեզ թվում է մեծամիտ, մյուսը ծույլ, երրորդը չափից շատ ինքնավստահ։ Բայց ինչու է դա առաջացնում այդպիսի ուժեղ ռեակցիա։ Որովհետև հենց այդ հատկություններն ես դու մի ժամանակ դուրս մղել ինքդ քեզանից։ Մենք դա կոչում ենք արատներ, բայց անգիտակցականի համար դրանք ընդամենը էներգիա են, որը փնտրում է ելք։ Յունգը գրում էր. Քանի դեռ չես դարձրել անգիտակցականը գիտակցական, այն ղեկավարի քո կյանքը եւ դու դա կկոչես ճակատագիր։ Երբ մարդը թաքցնում է իր զգացմունքները, դրանք չեն անհետանում, այլ դառնում են ուրիշների գործիքը։ Այդպես մեզ հեշտ է վիրավորել, ամոթ տալ, վերահսկել։ Որովհետև յուրաքանչյուր դուրս մղված զգացում բաց դուր է։ Վիրավորանքները, որոնք չենք ընդունում, վերածվում են ճանաչման կախվածության։ Ագրեսիան, որը մերժում ենք, վերածվում է թուլության։ Բայց ինչ է նշանակում ինտեգրել ստվերը։ Դա նշանակում է սովորել տեսնել քեզանում այն, ինչ վախեցնում է։ Ընդունել ոչ միայն լույսը, այլ նա այն, ինչ կանգնած է դրա հետում։ Ընդունել, որ դու ունակ ես զայրույթի, էգոիզմի, իշխանության ցանկության, ոչ թե արդարացնելու այդ կողմերը, այլ դառնալու դրանցից ազատ։ Երբ մարդը գիտակցում է իր մութ դրդումները, դրանք կորցնում են իրենց իշխանությունը։ Յունգը հաճախ կրկնում էր. Քանի դեռ չես դարձրել անգիտակցականը գիտակցական, այն ղեկավարի քո կյանքը։ Երբ դու ճանաչում ես քո ստվերը, այն դադարում է քեզ կառավարել։ Դա սկիզբն է իրական ազատության։ Կարլ Գուստավ Յունգը հաճախ էր կրկնում. Սև ստվերը չի անհետանում դատապարտմամբ։ Այն ավելի է ուժեղանում, երբ մենք նրանից վախենում ենք։ Միայն գիտակցումն է, որ կործանարար էներգիան վերածում է ստեղծագործական ուժի։ Օրինակ, մարդը, ով իր զայրույթը ճնշում է, դառնում է հնազանդ, մինչ մի օր պարզապես պայթում է։ Բայց եթե նա ընդունի, որ ունակ է ագրեսիայի, նա կկարողանա այդ ուժը ուղղել գործողության, պաշտպանել իրեն, հասնել իր նպատակներին, ասելը ոչ։ Դու գուցե հարցնես, ինչպես սկսել այս գործընթացը։ Առաջինը նկատիր, ինչն է քեզ մոտ առաջացնում ամոթ կամ գրգռվածություն։ Մի դատապարտիր։ Պարզապես նայիր։ Յունգը կարծում էր, որ արտաքին աշխարհի հետ յուրաքանչյուր կոնֆլիկտ արտացոլում է ներքինը։ Այն, ինչ մենք նախագծում ենք ուրիշների վրա, մեր ստվերն է, որը փորձում է վերադառնալ տուն։ Մելանը կարագրած մեթոդներից մեկն էր ակտիվ երակայությունը։ Սա մի փորձ է, որտեղ մարդը խոսում է իր ներքին պատկերների հետ, ոչ թե որպես թշնամիների, այլ որպես իր մասերի։ Նա հարցնում է. Ինչու։ Ես այստեղ։ Ինչ ես ուզում ասել։ Սա միստիկա չէ, այլ մի ձայն տալու այն ամենին, ինչ մի ժամանակ ճնշվել է։ Եվ հաճախ հենց այդ երկխոսություններում մարդը գտնում է այն պատասխանը, որը փնտրել է տարիներով։ Յունգը նշում էր, որ ստվերի ինտեգրումը մարդուն սուրբ չի դարձնում։ Այն մարդուն դարձնում է իրական, անկեղծ իր հանդեպ։ Եվ հենց այդ անկեղծ հայացքում անհետանում է ուրիշների կարծիքներից կախվածությունը։ Այլս ոչինչ չկա թաքցնելու։ Մարդը, ով ճանաչում է իր ստվերը, չի վախենում, երբ ինչ-որ մեկը մատնանշում է նրա թուլությունները։ Նա արդեն ծանոթ է դրանց։ Նա դառնում է ներքինորեն կայուն, որովհետև այլս ոչինչ չի կարող օգտագործվել նրա դեմ։ Ստվերը բան չէ, այլ քարտեզ։ Այն ցույց է տալիս, որտեղ է մեր ուժը։ Այնտեղ, որտեղ վախ ես զգում, հենց այնտեղ է էներգիայի աղբյուրը։ Այնտեղ, որտեղ ամաչում ես, հենց այնտեղ է քո ներուժը։ Յունգը գրում էր, որ մարդը, ով կարող է տանել հակադրությունների լարվածությունը, ծնում է երրորդ տարրը, նոր ըմբռնումիցը։ Դա ոչ փոխզիջում է, ոչ էլ միջին տարբերակ։ Դա սինթեզ է, որը բարձրացնում է գիտակցությունը նոր մակարդակի։ Նա սա կոչում էր հոգեկանի ստեղծագործական ֆունկցիա։ Երկու հակադիր ճշմարտությունների բախումից ծնվում է երրորդը, ավելի ամբողջական եւ հասուն։ Պարզ օրինակ։ Դու ուզում ես լինել վստահ, բայց երբեմն զգում ես անորոշություն։ Փոխանակ մեկը մերժելու մյուսի հաշվին փորձիր ասել. Այո, ես կարող եմ լինել եւ վստահ եւ կասկածող։ Ինչ է տեղի ունենում։ Ներքին դիմադրությունը անհետանում է։ Դու դադարում ես պայքարել քո դեմ։ Հայտնվում է հստակություն եւ հանգստություն։ Աշխարհը չի քանդվում հակասություններից։ Այն գոյություն ունի դրանց շնորհիվ։
Օրը եւ գիշերը ներշնչումն եւ արտաշնչումը, շարժումն եւ լռությունը, all դա մեկ ամբողջության դրսևորում են։ Յունգը կարծում էր, որ հասուն մարդու միտքը նման է անոթի, որը կարողանում է պահել հակադիր վիճակները, չկորցնելով ձ. Հենց սա է դարձնում մարդուն ներքինորեն ազատ։ Նա հաճախ էր բերում սեփական կյանքի օրինակը։ Նրա ուղին անցնում էր գիտության եւ միստիկայի մեջ։ Նա ոչինչ չէր մերժում։ Նա ուսումնասիրում էր հոգեկանը գիտական ճշգրտությամբ, բայց միևնույն ժամանակ ընդունում էր խորհրդանշանների, երազների ու առասպելի իրականությունը։ Մելագործընկերները սա համարում էին հակասություն, իսկ նա ամբողջականություն։ Այսպես ծնվեց վերլուծական հոգեբանությունը, ռացիոնալի եւ իրացիոնալի սինթեզը։ Ինչու սա կարևոր։ Քանի որ միտքը, որը աշխարհը բաժանում է կամ մի, դառնում է իր համոզմունքների կերի։ Նրան հեշտ է մանիպուլացնել։ Նրան ցույց են տալիս վախ եւ նա փնտրում է պաշտպանություն։ Նրան խոստանում են վստահություն եւ նա կորցնում է քննադատական մտածողությունը։ Մարդը, ով կարող է պահել բարդությունը, չի ենթարկվում պարզ սխեմաների։ Նա տեսնում է ավելին, քան իրեն ցույց են տալիս։ Յունգը գրում էր, որ մտքի իրական ուժը դրսևորվում է ոչ թե կարծրության, այլ ճկունության մեջ։ Ճկուն միտքը չի փլվում, երբ բախվում է քաոսի հետ։ Այն կարողանում է տեսնել երկու կողմնել եւ գտնել դրանց միջ իմաստ։ Սա է, ինչ մարդուն դարձնում է ներքինորեն անխոցելի։ Փորձիր քեզ հարցնել. որտեղ քո կյանքում ես ընտրում միայն մի կողմը, որտեղ ես պայքարում ճշմարտության համար, փոխարենը փորձելու հասկանալ։ Երբ մենք դադարում ենք վախենալ հակասություններից, մեր մեջ ծնվում է նոր հստակություն։ Սա է գիտակցության հասունացման սկիզբը։ Կարլ Գուստավ Յունգը ասում էր, որ մարդը դառնում է ինքն իրեն, երբ դադարում է ձգտել լինել միակողմանի։ Այս վիճակում անհրաժեշտություն չկա ապացուցելու, թե ով է ճիշտ։ Կա միայն հանգիստ վստահություն, որ կյանքը միշտ ավելի լայն է մեր հասկացությունների շրջանակից։ Երբ դու սովորում ես պահել ներսում եւ մթություն եւ լույս, դու դադարում ես վախենալ նրանից եւ նրանից։ Եվ հենց այդ ժամանակ միտքը դառնում է իսկապես ուժեղ։ Անցնելով ներքին ուժը որոնող յուրաքանչյուր մարդ վաղ թե ուշ բախվում է ցավի։ Մենք կարող ենք կարդալ գրքեր, լսել փիլիսոփաներին, մեդիտացիա անել, բայց գալիս է պահը, երբ ցավը դառնում է ուսուցիչ։ Յունգը ասում է, որ մարդը, ով խուսափում է տառապանքից, կորցնում է հնարավորությունը դառնալ ինքն իրեն։ Մարդկանց մեծամասնությունը կառուցում է կյանքը ցավից խուսափելու շուրջ։ Մենք վախենում ենք կորուստներից, դատապարտումից, մենակությունից։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի չզգանք։ Բայց հենց այդ պաշտպանությունը մեզ թույլ է դարձնում։ Յունգը գրում էր, որ տառապանքը պատիժ չէ, այլ գործընթաց։ Այնտեղ ծնվում է գիտակցությունը։ Մարդը, ով երբեք չի բախվել իր վախերին, մնում է կախված դրանցից։ Նա կարող է թվում ուժեղ, բայց ներսում փխրուն է։ Մի խոսք, մի քննադատություն, մի մերժում, նրա վստահությունը փլվում է։ Իսկ ով գիտակցաբար անցնում է ցավի միջով, ձեռք է բերում անտեսանելի հենարան։ Մտածիր, թե որքան հաճախ դու փախչում ես անհարմար զգացմունքներից, տխրությունից, ամոթից, մեղքից։ Մենք շեղվում ենք, որպեսզի չզգանք։ Բայց ցավը, որը դու չես ապրել, կմնա քեզնով։ Այն կսպասի, մինչ դու նայես դրա դեմքին։ Յունգը հավատում էր, որ միայն կամավոր տառապանքը ազատում է։ Սա ոչ զոհաբերուն է, ոչ մակոխիզմ։ Սա գիտակցված ընտրություն է, չփախչել։ Նա գրում էր, որ մեր ներսի յուրաքանչյուր ստվեր պահում է դուռը անձնավորման նոր մակարդակին։ Դրան անցնելու համար պետք է դիմանալ հանդիպման ցավին ինքներդ ձեզ հետ։ Սա այն է, ինչ նա կոչում էր անգիտակցականի ներգրավում, երբ մարդը իջնում է այնտեղ ոչ դրդվածությունից, այլ ցանկությունից հասկանալ։ Դա ծանր է, բայց հենց այնտեղ է ծնվում հասունությունը։ Յունգի բազմաթիվ պացիենտներ վախենում էին իրենց երազներից, որովհետև այնտեղ հայտնվում էին վախեցնող պատկերներ։ Նա բացատրում էր, որ դրանք թշնամիներ չեն, այլ խորհրդանիշներ։ Դա նրանց այն մասերն էին, որոնք ցանկանում են լսվել։ Երբ մարդը հանդիպում է իր վախերին ոչ փախուստով, այլ ուշադրությամբ, վախը վերածվում է գիտելիքի։ Տառապանքը դառնում է իմաստ։ Կարող ես հարցնել, ինչու պետք է գնալ ցավի դեմ։ Որովհետև դա միակ ձն է դադարեցնել լինել դրագերին։ Երբ դու ինքն ես ընտրում հանդիպել ցավին, այն կորցնում է իր իշխանությունը։ Յունգը գրում էր, որ գիտակցված տառապանքը մաքրում է։ Այն դարձնում է հոգին թափանցիկ։ Մարդը, ով անցել է փորձությունը, չի քանդվել, դառնում է կայուն։ Նրան արդեն հնարավոր չէ վախեցնել։ Վերլուծական հոգեբանության պատմության մեջ կա մի օրինակ տղամարդու, ով ողջ կյանքի ընթացքում վախենում էր աղքատությունից։ Նա ապրել է կայունության համար, կախված է եղել ղեկավարների կարծիքից, համաձայնվել է ամեն ինչի, միայն կորցնելուց խուսափելու համար։
Յունգի խորհուրդով նա որոշեց փորձել իր վախը։ Արտագաղթեց կիսամյակ պարզ կյանքով առանց սովորական հարմարավետության։ Նա հասկացավ, որ աղքատությունից վախը ավելի ուժեղ էր, քան հենց աղքատությունը։ Երբ նա վերադարձավ սովորական կյանքին, այդ վախը անհետացավ։ Նա դադարեց կախված լինել արտաքին ապահովությունից։ Յունգը գրում էր. «Ինչից մենք խուսափում ենք, դառնում է մեր ճակատագիրը։ Եթե դու փախչում ես ցավից, կառուցում ես կյանքը դրա շուրջ։ Բայց եթե մտնում ես այն գիտակցաբար, այն դառնում է քո դաշնակիցը։ Դու սկսում ես տեսնել, որ տառապանքը ոչ քայքայում է, ոչ ոչնչացնում, այլ մաքրում է։ Ինչպես կիրառել դա կյանքում։ Երբ ցավը գալիս է, մի շտապիր ճնշել այն ժամանցով կամ խոսակցություններով։ Վայրեջք դիր նայիր, ինչ է ուզում ասել։ Հնարավոր է, սա նշան է, որ դու ապրում ես ոչ համաձայնությամբ քեզ հետ։ Հնարավոր է, ցույց է տալիս այն սահմանները, որոնք խախտել ես։ Ցավը թշնամի չէ։ Դա հայելին է, ցույց տալիս, որտեղ դու դադարեցիր անկեղծ լինել։ Երբ մարդը գիտակցաբար անցնում է ցավի միջով, նա դառնում է ազատ։ Նրան չեն կարող ճնշել վախով, չեն կարող ստիպել դավաճանել ինքն իրեն հարմարավետության համար։ Նա արդեն գիտի, որ կարող է անցնել։ Յունգը դա անվանում էր ներքին անխախտելիություն։ Այն չի նշանակում սառնություն, այն նշանակում է վստահություն։ Մտածիր հիմա, ինչից դու ամենաշատն ես վախենում կորցնել։ Ինչը փորձում ես չզգալ։ Հենց այնտեղ է քո ուժի աղբյուրը։ Եթե դու որոշես անցնել այդ վախով, ոչ պայքարելով, այլ գիտակցելով, այն կդադարի բերել քեզ։ Յունգը գրում էր, որ միայն ով անցել է իր դժոխքի միջով, այլս չի վախենում որե դրախտից։ Տառապանքը թշնամի չէ ճանապարհի, դա ինքն ճանապարհն է։ Տառապանքի միջոցով մարդը դադարում է լինել ուրիշների պատճենը եւ դառնում է ինքն իրեն։ Եվ երբ դու մի օր հասկանում ես, որ կարող ես տանել ամեն ինչ, ներսում հայտնվում է հանգստություն։ Դա եւ ուժն է, որի մասին խոսում էր Յունգը։ Գալում է պահը, երբ մարդը դադարում է փնտրել իշխանություն ուրիշների վրա եւ սկսում է փնտրել իշխանություն ինքն իրեն վրա։ Սա այն է, ինչը Յունգը կոչել է հոգեբանական ինքնիշխանություն։ Նա գրում էր, որ միտքը ազատ արտաքին գաղափարներից եւ պարտադրված զգացմունքներից դառնում է ինքնավար։ Մարդկանց մեծամասնությունը ապրում է առանց նկատելու, թե ինչպես է նրանց գիտակցությունը լցված ուրիշների մտքերով։ Մենք կրկնում ենք ծնողների, հասարակության, ընկերների համոզմունքները, հավատում այն, ինչը ընդունված է, ոչ թե այն, ինչ իսկապես զգում ենք։ Մենք ապրում ենք ոչ մեր կյանքը։ Յունգը ասում էր, որ իսկական ուժը սկսվում է առանձնացումից։ Ինչն է իմը, ինչն է ուրիշների։ Յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր վախ, յուրաքանչյուր ցանկություն պետք է ստուգել։ Նա խորհուրդ էր տալիս տալ պարզ հարց. Ովինն է այս ձայնը։ Երբ մարդը սովորում է տարբերակել ներքին ձայնը եւ պարտադրված ազդեցությունները, նա առաջին անգամ զգում է իր խորությունը։ Սա եւ ներքին անկախության պահն է։ Բայց ինքնիշխանությունը մեկուսացում չէ։ Սա աշխարհի հեռացում չէ։ Սա հնարավորություն է լինել աշխարհում առանց կորցնելու քեզ։ Մարդը, ով ունի ամբողջական գիտակցություն, կարող է լսել ուրիշներին, բայց չի հալչում նրանց էմոցիաներում։ Նա կարող է մասնակցել, բայց չի կորցնում կենտրոնը։ Նա կարող է հակառակվել, բայց չի ձգտում հաղթելու։ Սա հասունություն է, որը չի պահանջում ապացույցներ։ Յունգը գրում էր, որ այդպիսի անձը դառնում է անկախ պետության նման։ Նրա սահմաններում կարգ է։ Ոչ ոք չի կարող ներխուժել առանց թույլտվության։ Նա բաց է հաղորդակցության համար, բայց գիտի, թե որտեղ է անցնում գիծը ես իև ոչ ես իմիջ։ Այս մարդը այլս չի ապրում ուրիշների սցենարներով։ Նա ընտրում է եւ յուրաքանչյուր որոշում գալիս է ոչ վախից, այլ գիտակցությունից։ Դու կարող ես հարցնել, ինչու սա անհրաժեշտ է։ Որովհետեւ առանց ներքին ինքնիշխանության մարդը հեշտությամբ դառնում է զանգվածային գիտակցության գերին։ Թաղամասը որոշում են, թե ինչ է ճիշտ, գովազդը որոշում են, ինչ ցանկանալ։ Այլոց էմոցիաները դառնում են մեր սեփականը։ Մենք կորցնում ենք ինքնուրույն մտածելու կարողությունը։ Յունգը նախազգուշացնում էր. Երբ մարդը չի տիրապետում իր միտքին, այլ ոք միշտ կպատմի դրա փոխարեն։ Այս գաղափարի բարոյախոսությունը պարզ է։ Ոչ ոք քեզ չի տա ներքին ազատություն։ Այն հնարավոր չէ գնել, խնդրել կամ ստանալ որպես խորհուրդ։ Այն հնարավոր է միայն կառուցել քայլ առ քայլ ազնվությամբ, գիտակցությամբ եւ պատասխանատվությամբ։ Ազատ միտքը նվեր չէ, այլ աշխատանք։ Դա ամենօրյա աշխատանք է, զդելու գիտակցությունը ավելորդիդ, վերադարձնելու ինքնիդ, քո մտքերը եւ զգացմունքները։ Յունգը գրում էր. Դու չես կարող դառնալ ինքներդ, մինչդեռ ապրում ես ուրիշների սպասումներին համապատասխան։
Աճող հանգստություն գալիս է այն ժամանակ, երբ դու դադարում ես կախված լինել նրանից, թե ինչ կմտածեն, երբ արտաքին գնահատականներ այլևս չեն որոշում ներքին արժեքը, երբ լսում ես բազմաթիվ ձայներ, բայց ընտրում ես հետել միայն մեկին, քո սեփականին։ Եվ հենց այդ պահին մարդը դառնում է իսկապես ուժեղ։ Ոչ թե այն պատճառով, որ նա ճիշտ է, այլ որովհետև նա ամբողջական է։ Ոչ թե այն պատճառով, որ ոչ ոք չի կարող նրան հաղթել, այլ որովհետև նրան հնարավոր չէ կոտրել։ Ինքնիշխան միտքը միտքն է, որը պատկանում է միայն իրեն։ Ամեն ինչ մնացածը պատրանք է։ Եվ եթե կա մեկ բարոյախոսություն այս ամենում, այն պարզ է։ Մարդը ստանում է ազատություն ոչ այն ժամանակ, երբ դադարում է լսել ուրիշներին, այլ այն ժամանակ, երբ սկսում է լսել ինքն իրեն։